Էս ինչ։ Լավ եք։ Բարև ձեզ։ Երեխեք ջան։ Համեցեք։ Լավ եք։ 2026 ընտրում են 16։ Այո։ Գնալ եմ մատ թխված երեխեք։ Քեզ։ Այսօր քեզ։ Գնալ եմ։ Շատ ապրեք։ Քարտեզներ։ Ժորժ ջան։ Քարտեզներ նամակներ։ Ձեզ նամակներ։ Դուք ունեք քարտեզ չեմ տալիս։ Ով ճունի իրան եմ տալիս։ Միադը դու բարև վարչապետ։ Բարև ձեզ, բարոն Վարդան։ Լավ եք։ Լավ, շնորհակալություն։ Վարչապետ մի խնդրակ ես։ Ասա իշխա։ Մենք Սիփան գյուղից ենք, կուզենայինք մեր գյուղի համար բասկետբոլի եւ վոլեյբոլի խաղադաշտ սարքել։ Մեր ծրագրում կա։ Բարև ձեզ։ Շատ եմ խնդրում, ինտոնում կօգնեք, նամակի մեջ ամեն ինչը գրած է։ Գնայինք, եթե տարբերակ Մեր բանը Բարոն Փաշինյան, Ես նամակ ունեմ փոխանցեցի ուղղակի խնդրանք ձեզ դուք ինտերնետ։ շատ լավ։ Մենք էլ շնորհակալություն։ Շատ լավ։ Իմ համար մեծ պատիվ է Հայաստանի Հանրապետության գլխավոր գերագույն հրամանատարի ձեռքը սեղմել։ Շնորհակալ եմ ինձ համար։ Միանշանակ ձեր հետ ենք, հարգելի վարչապետ, միանշանակ։ Բարև եղբայր։ Ոնց եք։ Բարև։ Մենք ձեզ շատ սիրում ենք, շատ հարգում ենք։ Այս օրվա համար երգ ունեմ պատրաստված, թույլ տվեք ասեմ։ Երկ արի։ Ինչ լեզվով է։ Հայերի ու եզդերի համար։ Շատ լավ, բայց համ հայերեն, համ եզդերեն, թե մենակ եզդերը։ Հայերեն։ Բա եզդերեն չես երկելու։ Բա տենց կլինի։ Բա տենց կլինի։ Եզդեա բնակ գյուղում ենք դուր ուրա բարձրախոսը։ Բարձրախոսը։ Գիտես։ Կարամ չի այսպես էլ ասեմ։ Ասա։ Պատմությունը ցույց է տվել միասնությունը մեր ազգի, ալևորթու ժառանգներն են, եղբայրներ ենք հայ ու եզդի, Ջանգիրաղայի հոգին է սավառնում հայոց երկնքում, կռվի դաշտում քաշ տղերքին, դեպի հաղթանակ է տանում, մեզ Սուրբ Անդրանիկի հոգին սավառնում հայոց երկնքում, կռվի դաշտում քաշ տղերքին, դեպի հաղթանակ է տանում, մեր եղբայր եզդի ազգին, հալալ է կռվի ահեր ժամին, հայոց ազգի կողքին է մեր եղբայր եզդի ազգին, հալալ է կռվի ահեր ժամին, հայոց ազգի կողքին է, միասին ենք մենք կերտելու ազատությունը քո հայրենիք, եղբայր մի բռունցք ենք դարձել այսօր, եղբայրները մեր անգվաղ, աղ որ կանացնեն տարիներ, մնալու ենք մենք եղբայրներ, վրեժով կռիվ ենք տալու, Վրեժով կռիվ ենք տալու, թշնամու դեմ ենք անվաղ, աղ որ կանացնեն տարիներ, մնալու ենք մենք եղբայրներ, վրեժով կռիվ ենք տալու, թշնամու դեմ ենք անվաղ, մեր եղբայր եզդի ազգին, հալալ է կռվի ահեր ժամին, հայոց ազգի կողքին է մեր եղբայր եզդի ազգին, հալալ է կռվի ահեր ժամին, հայոց ազգի կողքին է։ Ապրես շատ։ Կարում եք միացնեք։ Ժորժ ջան, բարև ձեզ եւ ողջունում եմ բոլորիդ։ Վերջին ամսվա ընթացքում կամ վերջին երկու ամսվա ընթացքում ես արդեն իմ երրորդ այցն է Ալագյաց խոշորացված համայն, կոնկրետ Ալագյաց բնակավայր։ Նեն էքսկավատորն էլ աշխատում է։ Իմ գալու ժամը ինչ է աշխատում, ես եկա աշխատում է, ես գնացի էքսկավատորներ են տանում, չկա չէ տենց բան, աշխատում է։ Մի անգամ եկել եմ մանկապարտեզի բացման առիթով, երկրորդը Մալխազ եւ Ռոման Համոյանների անվան մարզադպրոցի կառուցման առիթով եւ երկրորդ իրադարձությունը քաղաքացու օրն էր։
Եվ մենք քաղաքացիորը նաև իրար հետ հաց կիսեցինք եւ դա շատ կարեւոր եւ խորհրդանշական էր։ Առիթ ունեցել եմ ասելու եւ ես ուզում եմ այդ հարցին անդրադառնանք։ Նախ հույս ունեմ մեր վերաբերմունքը մեր ազգությամբ եզդի քաղաքացիների նկատմամբ ակնհայտ է ձեզ բոլորիդ եւ վերաբերմունքը։ Բայց կոնցեպտուալ առումով ես Արմավիրի մարզում երբ որ հավաքվել ենք, ես մի բան ասեցի, որը իրականում մեր հարաբերությունների անկյունակարն է եւ շատ կարեւոր է։ Լսում եք այս ժողովուրդ, որ սենց եմ անում դուք լսում եք։ Ես ինչի վրա եմ ուզում ձեր ուշադրությունը հրավիրել։ Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել հետեւյալի վրա, որ մենք հայերը եւ եզդիները տարբեր ազգություններ ենք, բայց մենք մեկ ժողովուրդ ենք։ Մենք տարբեր հավատ ունենք, բայց մենք մեկ ժողովուրդ ենք։ Եվ դա գիտեք ինչ է արտահայտվում, դա արտահայտվում այս սրանով, որովհետև մեր բոլորի ձեռքը Հայաստանի Հանրապետության անձնագիր է եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունն է։ Եվ այս քաղաքացիությունն է եւ մեր պետությունն է, մեր միասնական եւ ընդհանուր պետությունն է, որ մեզ դարձնում է մեկ ժողովուրդ, որովհետև մեր երկիրը ժողովրդավարական երկիր է եւ իշխանություններ պատկանում է ժողովրդին։ Եվ մենք այս տրամաբանությամբ էլ գնալու ենք առաջ եւ մենք ամեն ինչ անում ենք եւ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի նաեւ Հայաստանի բոլոր ազգային փոքրամասնությունները ներառյալ ազգությամբ եզդի մեր սիրելի հայրենակիցները բոլոր պայմանները ունենան, որպեսզի իրանց ինքնությունը ոչ միայն պահպանեն, այլև զարգացնեն։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ կրթությունը առավել հասանելի դառնա, որովհետև այդ թվում ինքնության պահպանման եւ զարգացման համար կրթությունը շատ կարեւոր է։ Այդ է պատճառը նաեւ, որ մենք ահա նման գեղատեսիլ մանկապարտեզ ենք կառուցել եւ հույս ունենք, որ երեխեքը պատշաճ կրթություն կստանան եւ նաեւ մայրիկները հնարավորություն կունենան ավելի շատ նվիրեն տնտեսական գործունեության, աշխատանքին, տնտեսական գործունեությանը կամ ինչին իրանք հարկ կհամարեն, ինչը իրանք հարկ կհամարեն։ Բայց մեր հիմնական ասելիքը հենց նա է, որ երկու տարբեր հավատներ, երկու տարբեր ազգություններ, բայց մեկ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության ժողովուրդ, եւ մենք իրար հետ Հայաստանի Հանրապետության ժողովուրդ ենք, ում Հայաստանի Հանրապետությունում պատկանում է բարձրագույն իշխանությունը, եւ սա ամենակարևոր արձանագրումն է, եւ ես ուզում եմ, որ ձեզ յուրաքանչյուրը լիարժեք իրավատներ զգա իրեն Հայաստանի Հանրապետության պետության եւ Հայաստանի Հանրապետությունում իշխանություն եւ հույս ունեմ, որ դուք հենց այդպես էլ ձեզ զգում եք Հայաստանի Հանրապետությունում։ Սա է մեր կարևորագույն արձանագրումներից մեկը։ Հաջորդ կարևոր արձանագրումը հետևյալն է։ Ես ուզում եմ նաև մեզ բոլորիս շնորհավորել հաստատված խաղաղության առիթով, որովհետև խաղաղությունը թերևս ամենակարևոր ձեռքբերումն է, որ մենք ունեցել ենք, բայց նաև խաղաղության արգասիքն է եւ խաղաղության շնորհիվ է, որ նաև մեր երկրում թոշակները բարձրացել են շոշափելիորեն, առողջության ապահովագրության համակարգը ներդրվել, որի մի հատվածով 65+ տարեկան թոշակառուների համար եւ մինչեւ 18 տարեկան երեխաների համար վճարումները իրականացվում են պետական բյուջեից։ Եվ ես հույս ունեմ կան ներկաներից, որ արդեն օգտվել են առողջության ապահովագրության համակարգից։ Չէ, կան, ձեր ընտանիքի անդամները օգտվել են։ Դա շատ կարևոր է եւ ես ասում եմ, որ առաջին հերթին դա իհարկե մենք 65+ տարիքի մեր հայրենակիցների համար ենք արել, մեր քաղաքացիների համար ենք արել, բայց մենք նույնքան նաեւ իրանց երեխեքի զավակների համար ենք արել, որովհետեւ ով որ տարիքով ծնող ունի, միշտ մտքում այդ բանը կա, որ հանկարծ Աստված չանի, տարիքա եւ այլն, մի խնդրեմ եղավ, ո՞նց ենք լուծելու մենք այդ խնդրեմը։ Նույնը նաև ասում եմ, մենք դա արել ենք ծնողների երեխաների եւ երեխաների ծնողների համար նաև, որովհետեւ
Այդ բոլորը ծնողներն էլ մտածում են, որ եթե երեխան հանկարծ առողջական խնդիր լինի, ոնց է լուծվելու այդ խնդիրը։ Ես ասում եմ, այդ խնդիրը լուծվելու է եւ լուծվում է հետեւյալ կերպ. ձեր հարազատ պետությունը, Հայաստանի Հանրապետությունը ձեր կողքին կանգնած է եւ ձեր հարազատ պետությունը ձեր կողքին կանգնած է եւ ձեր առողջական խնդիրը ձեր պետության հոգսն է, ձեր սոցիալական խնդիրը ձեր պետության հոգսն է եւ ուրախ եմ արձանագրել, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ միջին կենսաթոշակը ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղը։ Հիմա մենք թոշակները բարձրացրել ենք այնքան, որ մարդը թոշակարուն կարա ծերը ծերին հասցնի։ Սա մեր երազած արդյունքը չի, ժողովուրդ ջան։ Մենք չենք ասում, վերջ ծերը ծերին պետք է հասցնեն, ուրեմն հասցնեն, ուրեմն մենք մեր խնդիրը լուծել ենք։ Բայց եկեք հաշվի առնենք, որ 2018 թվին նվազագույն կենսաթոշակը եղել է 16000 դրամ։ Մենք եկել ենք սկզբից կրկրապատկել ենք նվազագույն կենսաթոշակը եւ 18 թվի տեսքով թոշակը 5 անգամ ավելացրել ենք 5 տարբեր որոշումներով, ուղղակի կամ անուղղակի։ Եվ հիմա նվազագույն կենսաթոշակը 46000 դրամ է։ Դրան գումարած նաեւ անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը շատ ավելին է եւ միջին թոշակը ըստ էության ավելի բարձր քան սպառողական զամբյուղը եւ սա դարակազմիկ փոփոխություն է Հայաստանի Հանրապետության սոցիալական կյանքում։ Ժողովուրդ ջան, ես կարամ խոսեմ ճանապարհների մասին, դպրոց ենք առաջիկայում կառուցելու Ալագյազում, ճիշտ է, մանկապարտեզը կառուցել ենք, մարզադպրոցը կառուցում ենք, ֆուտբոլի դաշտը կառուցել ենք, ժամանցի բանի կենտրոնը, հանդիսությունների սրահը ավարտին կհասվի։ Այդ ամեն ինչը շատ կարևոր է, բայց այդ ամեն ինչը նույնիսկ այս պայմաններում այսօրվա դրությամբ, այս ընտրությունների համատեքստում ամենակարևորը չի։ Ամենակարևորը խաղաղությունն է։ Ամենակարևորը այն է, որ հաստատվել է խաղաղություն։ Ամենակարևորն այն է, որ հաստատվել է խաղաղություն եւ ծնողները երեխեքին բանակ ուղարկելիս, տղաներին բանակ ուղարկելիս գիշերը հանգիստ քնում են։ Ցավոք մեր բանակում դեպքեր լինում են, ժողովուրդ ջան, բայց դեպքեր լինում են նաեւ մեր գյուղերում, չէ՞։ Մեր գյուղերում, այսինքն նկատի ունեմ խաղաղ պայմաններում դեպքեր լինում են, իհարկե ամեն ինչ արվում է եւ բարեբախտաբար բանակում այդ դեպքերի թիվը նվազում է, բայց դե հիմա մեր կյանքում էլ գյուղում, քաղաքում, բնակավայրում, կողքի գյուղ գնալիս, քեֆ անելիս դեպքեր պատահում են։ Մենք ամեն ինչ պետք է անենք դա վերացնելու, նվազագույնացնելու համար, բայց խաղաղությունը ամենակարևորն է։ 2026-ին ընդրում ենք 16-ին։ Դե լավ, դե որ դուք տենց կարճ կապեցիք, ես էլ տենց կարճ կապեմ։ Եվ ուրեմն, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Բայց շատ կարևոր է հասկանալ, թե ինչի ենք քվեարկում 16-ին, որովհետև դա ինքնանպատակ չի։ Մենք 16-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, խաղաղությանը, ապագային, անկախությանը, Ալագյազ խոշորացված համայնքին, Արագածոտնի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակների եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Չթողեց ելույթ ունենալ, սենց կարճ կապեց կտրեց, սենց բան չեր եղել։ Լավ եղեք, շնորհակալ ենք շատ ժողովուրդ ջան, սիրում ենք բոլորիդ, հպարտանում ենք բոլորովդ եւ խոնարհվում ենք բոլորիդ առաջ ու ամենակարևորը դուխով ժողովուրդ ջան, դուխով։ Այսօր ժամը 7:30 աշտարակում հարավակ է, բայց դու չկաս։ Այս անգամ ելույթը մոնտաժ չանես, կթողես հանգիստ մինչև վերջ ելույթները։ Բոլորիդ սպասում ենք 7:30 աշտարակում, լավ եղեք ժողովուրդ ջան։ Երեխեք ջան,
Եկեք երեխեքին թխվածքն է։ Հա։ Բարև եղբայր։ Մի րոպե։ Արիեսնի պահի։ Հա, Ոնց է։ ունենք էսա կտանք երեխեք ջան վերցրեք։ Վայ։ Կոմից կարողտակ էլի։ Երեխեք եկեք մի հատ։ Սենց եկեք դուրս եկեք։ Եկեք։ Մոտեցեք երեխեք ջան, մոտեցեք։ Սենց դուրս արի, սենց դուրս։ Էսա մի վարքա, էսա։ Արագ մենակ։ Սենց դուրս եկեք։ Մուրացած ես սրտի կանեմ մայրիկս ձեզ ալագյազում նամակ էր տվել, խնդրում եմ կարդացել եք։ Չէ, չեմ օգնականներն են կարդացել, հիմա նամակը այնքան շատ է չեմ ասնում Հա, անձամբ։ խնդրում ենք մենք ձեզ շատ հույսեր ունենք։ Եղավ եղբայր ջան։ Հա, արագ ուղակի։ Շնորհակալություն։ Սենց դուրս եք։ Խնդրում եմ, շատ եմ, իր անմեղությունը բացահայտեք իմ տղուն, հենա նամակը գրել եք։ Շատ լավ։ Եղբայր վերցրու, բայց ես չեմ խոստանում ձեզ որևէ բան։ Ես էլի դատախազություն։ Թիմագիստները շարունակում լրագրողների վիրավորել։ Քիչ առաջ Պետք է Պարոն Փաշինյան, ձեր կողքն քարտես, բան ասանով ձեզ տվել եմ քարտես, գուշ, շատ լավ տեսք ունեք։ Լավ, բարև եղբայր, լավ ես։ Քարտես ում տամ քարտես։ Այլը կա։ Փաշինյան ամփորձան կլնես, հացակը տանեմ։ Ոզի քեզի պաչը մի հատ։ Հարցերին պատասխանում եմ միայն բրիֆինգներ, ով է վիրավորում։ Թիմագիստները լուսավորում վիրավորում են։ Պարզ ենք իշել, նորմալ վիրավորանքը նորմալ չի բոլոր դեպքերում, լավ։ Ադամ տվեք էլի հերուտեղից եմ եկի, ուզում եմ նգարվեմ մի ադամ, կարելի է։ Հաջող, ասա եղբայր, արագ, ժամանակ չկա։ Բան եմ ասել։ Բան եմ ասել։ Քարտես տուն, Լևոն, ասա եղբայր։ 5 հատ երեխա ունեմ։ Աստված պահի։ Որ իմ տղան մոտ է։ Կարա քան։ Այդ որտե է։ Սադունց գյուղը։ Սադունց։ Այո։ Սադունց գյուղ, պարոն Պետրոսյան, պարոն Ռոմանոս Պետրոսյան, Սադունց գյուղում ինչ-որ ձեր անազգանուն ասա։ Բորիս Մուրադով։ Բորիս Մուրադովի լսեք մի հատ։ Վարչական ղեկավար բարում։ Ուրախ եմ եղբայր ջան, ուրախ եմ։ Զգուշ։ Եկեք տիկին, եկեք։ Հերուտեղից եկի։ Արագ, ուղղակի արագ, տվեք մի հատ, տվեք։ Եկել է հադուկ քեզ համար։ Շատ լավ։ Ում չեմ տվեք քարտես։ Երեխեքին թխվածք։ Եղբայր։ Լավ գնաց։ Հա, թխվածք մի հատ։ Եղբայր։ Իհարկե, բարև եղբայր։ Քարտես։ Շնորհակալ եմ։ Փաշինյան ջան, մի հատ էլ դիտեք։ Շնորհակալ եմ եղբայր։ Պարոն վարչապետ, ձեր իսկ թույլտվությամբ լուսանկարվենք, էլի եթե կարելի է։ Արագ, ուրա, հեռախոսն ուրա։ Նկարում են, տղեկը նկարում, Ժողովուրդ ջան, իրար հետ մի հատ սրտի կանենք, հա, պարոն վարչապետ։ Սկրինշոտ կանես ով եթերից։ Սկրինշոտ կանես։ Մերսի, միանշանակ ձեր հետ ենք, պարոն վարչապետ։ Շնորհակալ եմ եղբայր։ Շնորհակալ եմ։ Պարոն վարչապետ։ Գնացինք եղբայր, շնորհակալ եմ, լավ։ Այսպիսին էր Ալագյազում մեր հանդիպումը, բայց եղանակը ոնց որ մեր հետևից է ուզում ընկնի։ Լավ եղեք, սիրելի Ալագյազ խոշորացված համայնքի սիրելի ժողովուրդ, Հայաստանի եզդիական համայնքի սիրելի ներկայացուցիչներ, սիրում եմ բոլորիդ, լավ եղեք։